Հրապարակը գրում է. 2024 թվականին սահմանազատման անվան տակ միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար տարածք, Կիրանց Բաղանիս հատվածում շուրջ 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր, Բերքաբեր գյուղի մոտակա դիրքերը։ Սահմանազատումով Ոսկեպար Բաղանիս հատվածում Ադրբեջանին հանձնված նախկին հայկական պաշտպանական դիրքում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել եւ միջպետական ավտոճանապարհի դեմ դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այն հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհի այդ հատվածով երթևեկողների վրա։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանի ինքնիշխան ու անկախ լինելն այս անգամ էլ ընդամենը մի քանի ամիս տևեց։ Հավանաբար հասկանալով իր հերթական անհեռանկար գործողությունների վնասարար հետևանքները, երեկ նա կրկին բռնեց Ռուսաստանի ճամփան, բայց ոչ թե բարձր մակարդակի պաշտոնական այցով, որի ժամանակ Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպեր, այլ Իննոպրոմ 2026 ցուցահանդեսի ֆորմատով Եկատերինբուրգում վարչապետների մակարդակով հանդիպման։ 2 օր առաջ հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել Միշուստին Փաշինյան հեռախոսազրույց։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ այդ հեռախոսազրույցին նախորդել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության խողովակներով փոխանցված խնդրանքնամակները, որ Փաշինյանին հրավիրեն մասնակցելու միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը համարվում է բավական երկրորդական եւ առանձնապես աչքի չընկնող մի միջոցառում։ Ընդ որում ապրիլին նախարարի մակարդակով ստացված պաշտոնական հրավերներից բացի նաեւ ավելի դետալացված հրավեր պետք է ուղարկվեր, իսկ ապրիլից ի վեր իրավիճակ է փոխվել։ Մինչդեռ գնալով իրավիճակը սրվում է, գյուղատնտեսության սեզոնը նոր է ակտիվանում, ինչ նստեյության հասկանալով Փաշինյանը խնդրագրեր է ուղարկել Ռուսաց թագավորին, որ գնա բանակցի, հարցը կարգավորի եւ չի մերժվել։ Ինչպես թերթի աղբյուրներն են ասել, Ռուսաստանում շատ զարմացել են նրա պահվածքից, չէ՞ որ ընդամենը մի քանի օր առաջ են Հայաստանից մեկնել Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Մարտա Կոսը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայաստանյան այցի ժամանակ ճոխ ֆինանսատնտեսական աջակցություն եւ եվրոպական շուկաների լայն գիրք խոստացավ, որը փաստորեն Փաշինյանին չի մխիթարել, եւ նա որոշել է նորից ռուսների գիրկը նետվել։ Ռուսները զարմացել են Փաշինյանի խնդրանքներից, բայց չեն մերժել, համաձայնել են ընդունել ու հասկանալ, թե ինչ կա նրա մտքին։ Փաստը գրում է. պետական ինստիտուտները, մասնավորապես իրավապահ համակարգը իշխող ուժի հանձնական գործիքի վերածելը ամենակարճ ճանապարհն է դեպի քաղաքական ինքնակործանում։ Այն գործընթացը, որը ներկայում իրականացվում է Գագիկ Ծառուկյանի դեմ, գործեր կարելու, սեփականությունը զավթելու եւ քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու տեսքով, տիպիկ է այն վարչակարգերին, որոնք կորցրել են կառավարման ռացիոնալ ուղին եւ անցել են բռնաճնշումների ռելսերի։ Մեկ անձի հրամանով ամբողջ իրավապահ համակարգի մոբիլիզացումն ընդդեմ կոնկրետ գործ չի իրականում ոչ թե ուժի, այլ համակարգային վախի ու անելանելիության ցուցադրությունն է։ Սակայն միջազգային փորձը հստակ հուշում է, իրավապահներին դահիճի դերում հանդես գալ ստիպող իշխանությունը հենց իր ձեռքով է սկսում իր իսկ կործանման հաշվարկը։ Նմանատիպ սցենարների պատմական օրինակները Ֆիլիպինների Մարկոսի ռեժիմից մինչև Պերուի Ֆուխիմորիի կամ Ուկրաինայի Յանուկովիչի ընտանիքի իշխանավորումը ապացուցում են մի պարզ իրողություն։ Դահիճները, որոնք այսօր կատարում են իշխանության պատվերները եւ գործեր կատարում են դիմախոսների դեմ, երբեք հավատարիմ չեն մնում։ Այդ համակարգի գործիչները, քննիչները, դատախազները, դատավորները չունեն սկզբունքներ, նրանք ծառայում են բացառապես ուժին։ Հենց իշխանությունը թուլանում է կամ քաղաքական կոնյունկտուրան փոխվում է, նույն այդ իրավապահներն առաջինն են դառնում նախկին տերերի դեմ ցուցմունք տվողները, սեփական գաշին փրկելու համար։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս արշավը ոչ միայն հարվածում է երկրի տնտեսական հեղինակությանն ու իրավական անվտանգությանը, այլև իշխանության համար ստեղծում է մի վտանգավոր բումերանգ։ Իրավապահ համակարգի անկախությունը ոչնչացնելով իշխանությունը վերացնում է վաղվա օրվա իր սեփական անվտանգության միակ երաշխիքը։ Հրապարակը գրում է. հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը սահմանադրության օրվա առթիվ մեկ աշխատավարձի չափով պարգևատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն ԿՊՀ-ական պատգամավորները պարզվում է ավելի մեծախորժակ են ունեցել։ Նրանք ակնկալել են, որ որպես հեռացող խորհրդարանի պատգամավորներ կլորի գումարներ կստանան մոտորերս, ինչպես անցած տարեվերջին ստացան, երբ յուրաքանչյուր պատգամավորի 300 միլիոն դրամ պարգևավճար փոխանցվեց։ Թերթը հիշեցնում է, որ մի քանի անգամ ավելի գումարներ կառավարության անդամները ստացան։ Թերթը ի դեպ տեղեկացել է, որ Հայաստան Դաշինքի պատգամավորները դիմել են սահմանադրական դատարան, վերջին օրվա արտահերտ նիստում ընդունված օրենքի հակասահմանադրականության հարցով։ Խոսքը դրսում ապրող մեր հայրենակիցներին ընտրության իրավունքի զրկելու մասին է։ Ընտրությունից 1 տարի առաջ ընտրողն առնվազն 6 ամիս պետք է Հայաստանում գտնված լինի։ Փաստը գրում է. քաղաքական դիսկուրսում բարբերաբար հայտնվող եւ հանրային քննարկումների կենտրոնում գտնվող թեմաներից է ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը։ Ընդ որում թեման շարունակվում է նաեւ այն պարագայում, երբ փաստարկված կերպով հայտարարվել է պայքարը նաեւ խորհրդարանում շարունակելու մասին։
Մանդատների հարցը հաճախ ներկայացվում է որպես սկզբունքային ընտրության կամ քաղաքական լուրջ ճգնաժամի դրսևորում, սակայն խորհրդային վերլուծությունը ցույց է տալիս, որ մանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծորակարգ է։ Մանդատ վերցնելու կամ չվերցնելու դիլեման արհեստացին է եւ չի արտահայտում քաղաքական գործընթացների իրական բովանդակությունը, քանի որ խորհրդարանական երկրներում կամ ներկայացուցչական ժողովրդավարության համակարգերում մանդատը ոչ թե պարգև է կամ անձնական ընտրության առարկա, այլ ընտրողների կողմից տրված իրավական եւ քաղաքական պատվիրակում, որն ունի հստակ գործառույթներ։ Երբ քննարկումները կենտրոնանում են հարցի վրա, արդյոք ընդդիմադիր ուժերը պետք է մուտք գործեն օրենսդիր մարմին, թե բոյկոտեն այն, հասարակության ուշադրությունը շեղվում է բուն քաղաքական բովանդակությունից եւ ինստիտուցիոնալ խնդիրներից։ Մանդատը սոսկ գործիք է, իրավական կարգավիճակ, որն ապահովում է հանրային ձայների կապիտալիզացիան պետական կառավարման համակարգում։ Դրանից հրաժարվելը կամ դա որպես սակարկության առարկա օգտագործելը որևէ կերպ չի փոխում քաղաքական ուժերի իրական կշիռը կամ երկրի առջև ծառացած մարտահրավերների բնույթը։ Ընդհակառակը, նման արհեստական թեմաների գեներացումը ստեղծում է քաղաքական գործունեության պատրանք, որտեղ իրական ռազմավարական քայլերին փոխարինելու են գալիս ձևական ընթացակարգային հարցերը։ Հրապարակը գրում է. Գագիկ Ծառուկյանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռնարկած հարձակումն առաջինը չէ։ Շատերը հիշում են 2015 թվականի դեպքերը, երբ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հանդես գալով ՀՀԿ խորհրդի նիստում Ծառուկյանին կոչեց չարիք եւ հայտարարեց, որ նա պետք է դուրս գա քաղաքականությունից։ Նույն օրը ԱՀԾ спецնազը շրջափակեց Ծառուկյանի տունը, իսկ ՀՀԿ վերնախավը իրար հերթ չտալով վիրավորում էին նրան, ապա ստուգումներ սկսվեցին նրա ընկերություններում։ Այնպես որ պատմությունը կրկնվում է եւ ձեռագիրն էլ նույնն է։ Ուղղակի այն ժամանակ ընտրության հնարավորություն էին տալիս իրենց թիրախին, պայքարել ու նստել կամ դուրս գալ քաղաքականությունից եւ շարունակել բիզնեսով զբաղվել։ Փաշինյանն այլընտրանք չի առաջարկում եւ քաղաքական հետապնդումներն էլ քողարկված չի անում, այլ բացահայտորեն իրավապահ համակարգը դաժանաբար շահագործելով, Ծառուկյանի ողջ բիզնես կայսրությունը փլուզելով։ Նա, որ ամբողջ օրը համակարգչի առաջ քարոզում է հարկերը վճարել եւ անգամ 100 դրամանոց ապրանքի ՀԴՄ կտրոնը պահանջել, որ տնտեսվարողները հարկերը չթաքցնեն վճարեն, իր իսկ հրահանգով ոչնչացնում է ամենախոշոր հարկատուներից մեկին եւ բյուջեն զրկում է միլիարդների հարկերից։ Իր կմահաճույքների ու վրեժխնդրության հողի վրա հազարավոր մարդկանց աշխատատեղ է փակում, ապրոստի միջոցներից զրկում։ Այսպիսի անթաքույց հակապետական գործունեություն հենց առաջին դեմքի կողմից երևի մարդկության պատմությունը դեռ չի տեսել։ Իսկ ո՞րն է Ծառուկյանի մեղքը։ Այո, նա համարձակվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց էականը նրա արտահայտությունն էր։ Եթե ապացուցվի շպիոն եմ, թող ինձ գնդակահարեն, եթե ոչ, ասողը թող գա իմ ворց առյուծների վանդակը մտնի։